պատճառով կառավարության անունից հանդես եմ գալիս որպես ներկայացուցիչ եւ լիազորված եմ խնդրելու ձեզ, որպեսզի այս նախագիծը դրական եզրակացություն տալուց ձեռնպահ մնաք եւ խնդրում եմ հաշվի առնել այս խնդիրները, այսինքն գումարով ազատում, մյուս տարիքային շեմի բարձրացում եւ այդ մյուս առանձին ներկայացված դրույթներով մենք ունեցել ենք շատ այսպես բովանդակային քննարկում, մենք մեր մտահոգությունները նույնպես ներկայացրել ենք կառավարության նախարարական կոմիտեի ընթացքում եւ այժմ եւս խնդրում ենք ձեռնպահ մնալ սույն նախագծին դրական եզրակացություն տալուց։ Շնորհակալ եմ, հարցեր չենք կարող տալ ձեզ։ Հարցագրում ելույթների համար Գեղամ Մանուկյան խնդրեմ։ Մենք շարունակում ենք մնալ մեր նույն տեսակետին, ինչ որ արտահայտել ենք 2025 թվականին, որ անընդունելի է գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն։ Այս օրենքը եթե նույնիսկ կողմ քվեարկվի, ինքը չի կարող գործել, որտեղ սահմանադրությանը հակասում է, որի մասին խոսում են իդեպ ազգային ժողովի փորձագիտական նաև հանձնաժողով։ Մենք իրականում զինված ուժերի համալրման հարցը այո գերխնդիր է, որը պետք է համալիր շատ երկար ուսումնասիրման հետազոտման նյութ դառնա։ Տարածված տեսակետ կա, որ պատերազմի կամ սահմանի անկայունության պատճառով են, որ հազարավորները փակնում են, չեն ծառայում, փողով, քաղաքացիությունից հրաժարվում են։ Ինչ եմ ասում համալիր։ Եթե նույն է պատերազմական իրավիճակ, բերում եք օրինակը Իսրայելի։ Իսրայելում զորակոչի ժամանակ կամավորագրման ավելի թվով մարդ է դիմել, քան պետությունը կարիք է ունեցել։ Պարսկաստանում նույն այս օրերին 6 միլիոնից ավել մարդ զորակոչվել է ավելի շատ հայտ են ներկայացել, ավելի շատ, քան պետության կարիք կա։ Դրա համար եմ ասում, ինքը շատ համալիր փորձաքննության ուսումնասիրման հարց է։ Այո, պետք է ուսումնասիրվի, թե օրինակ նույն վարժական հավաքներին ոնց է լինում, որ գյուղերից շատ ավելի բարձր տոկոս է մասնակցություն, Երևան քաղաքից ավելի քիչ։ Իրականում զինված ուժերը, քանի որ ինքը բոլորիս է վերաբերվում։ Այս անցնող 4 տարիներ ինչքան մենք ունեցել ենք քաղաքական հակասություններ, վեճ, վիճաբանություն, բայց երբ որ պաշտպանության նախարարությունը նախագիծը բերել, նախաձեռնությունը հանդես բերել, որը համոզված ենք եղել, որ դրական փոփոխությունը նույն այդ առողջության հետ կապված հիվանդության ցանկի կրճատումը, որ մենք էլ ենք ողջունել, որովհետև հասկանում ենք, այս մի տեղ հարց է լուծում։ Եվ այդպես համալիր ուսումնասիրման արդյունքում է մյուսը, որը լուրջ հասարակական պարակտում է բերելու նույնիսկ ընտանիքի մեջ, նույնիսկ գերդաստանի մեջ, մի որդին լավ, 2 որդի ունի, որոնք պետք է զորակոչվեն, հերը կարողանում է մեկի գումարը ճարել, այդ մյուսինը չի ճարում։ Ես մտնում եմ նույնիսկ ընտանիք, հորեղբոր տղա, հորքուրի տղա, նույնիսկ գերդաստաններում, դեռ ավելին, այսպես ասեմ, երիտասարդների եւ մեծերի հակասությունն է, ինչը իմ հերը չկարողացավ ճարել, ուրիշի հերը կարողացավ ճարել ու բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ այս նախագիծը չպետք է մտնի օրակարգ։ Շատ լավ, դուք եք ելույթ ուզում, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, նախ պարոն Մանուկյան, այսինքն դեմ եք, որ բանակի թիվը ավելանա, դեմ եք, որ չթողենք մարդիկ քաղաքացիությունից հենց այնպես 150,000 դրամ վճարելով հրաժարվեն ու իրենց պարտքը չկատարեն ի տարբերություն իրենց համադասարանցիների։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ է նշանակում դեմ ենք գումարով բանակից ազատվելուն։ Պարոն Սարգսյան, դուք էլ եք նույն բան ասում։ Ես նման առաջարկ եմ արել իմ օրենքի նախագծում։ Բավար նման առաջարկ եմ արել։ Ձեր պաշտպանության նախարարը մայիսի 22-ին կառավարության նիստում ո՞նց էր պաշտպանում նախագիծը ու դրական եզրակացություն տալիս։ Բայց եթե տենց անթույլատրելի էր նախագիծը, ո՞նց է դրական եզրակացություն տալիս։ Ասում եք պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ասելու բան էլ չի։ Առանձին խոսակ գրագրությունները ձեզ ցույց կտամ։ Կտնեմ բավարարի ձեզ պայմանավորվածություն ձեռք է բերվել, թե ձեռք չի բերվել։ Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս փոփոխությունները պետք է անեն։ Ու դրանով ես 24 թվականին, որ ասել եմ ծառայության ժամկետը կկրճատենք, հիմք եմ տվել, ասել եմ այս փոփոխությունները որ անենք, զորքի թիվը ավելանալու է, դա մեզ հնարավորություն կտա ծառայության ժամկետը կրճատել։
3-4 անգամ պաշտպանության նախարարությունը գրավոր բացասական կարծիք է տվել, ասելա չի կարելի զորքի թիվը կրճատել։ Հետո բերելա ինքն է դա արել առանց զորքի թվի ավելացման։ Ասում եք պաշտպան Հայրենաց։ Պաշտպան Հայրենացով ծախսը բյուջեի վրա պատկերացնում եք ինչ է։ Պաշտպան Հայրենացով 5000 հոգին, եթե 12-ով բազմապատկում ենք, միջինով 300,000 դրամ աշխատավարձով, տարեկան 18 միլիարդ պետության համար լրացուցիչ ծախս է։ Այդ չեմ ասում, որ իրանք զորացրվելիս մի հատ 5 միլիոն ամեն մեկը պիտի բան ստանան, պատվովճար պիտի ստանան։ Այսինքն 43 միլիարդ պաշտպանության նախարարությունը ուրիշ տեղից կամ պետբյուջեն ուրիշ տեղից պետք է հատկացնի, որպեսզի մենք զորակոչի թիվը լրացնենք պաշտպան Հայրենացի հաշվին։ Ինչի մասին է խոսքը։ Որ ասում եք դրական փոփոխություն է տվել, պարոն Սարգսյան։ Դա իմ առաջարկից հետո է եղել դրական փոփոխությունը։ Երբ ես 2024 թվականի հունվարի 26-ին վարչապետին ներկայացրել եմ մտահոգիչ կետերը, բացեք նայեք վարչապետի ելույթը դրանից 2 օր անց, 2024 թվականի հունվարի 28-ին բանակի 32-րդ տարելիցին, երբ վարչապետը ասում է բանակի 32-րդ տարելիցը բանակի խնդիրների մասին խոսելու եւ առերեսվելու ժամանակն է։ Նեւ շարունակում է, ասում է մենք այսօր ունենք խնդիր, երբ բանակ է զորակոչվում, զորակոչի ենթականների կեսից ավելի պակաս է։ Սա կամ նշանակում է, որ մեր սերունդը լուրջ առողջական խնդիրներ ունի, կամ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են հանրության, զինվորականության եւ բժշկական հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հնարավորություն կա, դա պետությունը քայքայող դաշինք է, որը կասկածի տակ է դնում մեր պետություն ունենալու իրավունքը եւ ցանկությունը, եւ մենք պետք է քանդենք այդ դաշինքի ողնաշարը։ Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ փոփոխությունների եւ վճռական որոշումների ճանապարհով, որպեսզի տեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք այս երևույթները։ Դրանից հետո վարչապետի հանձնարարականով, այո, փոփոխություններ ա լինում, այսինքն 2022 թվականի հունվարի 28-ի վարչապետի ելույթից հետո 2024 թվականի Գարնանը եւ Աշնանը փոփոխություններ են կատարվում, դրա արդյունքում 4%-ով զորակոչի թիվը ավելանում է։ Ես եմ դրա մասին առաջինը բարձրաձայնել, իմ բարձրաձայնումից հետո ա եղել, ուզում եմ նաեւ արդից օգտվելով այնպես չստացվի, որ նախորդիվ ինձ ասում էին բանը, վարչապետ եք բերում, ինձ նաեւ ֆրակցիայում էլի մեր գործ, ասում են դու վարչապետով մեզ սպառնում ես, գալի ասում ես վարչապետը կողմ է նախագծին կողմ քվեարկիկ, վրեքս վարչապետ ես բերում։ Ասում եմ ես վարչապետի հետ քննարկել եմ։ Հիմա էլ ուզում եմ ասեմ, շնորհակալ եմ վարչապետին, ինձ իմ բոլոր խնդրանքները կատարելու համար, երբ ցանկացել եմ հանդիպում վարչապետին ինձ ընդունելա, ցանկացել եմ օնլայնված կառուցումով հանդիպում, ասել եմ էս ուզում, ասել եմ պաշտպանության նախարար գլխավոր շտաբի պետ, մնացածում նպատակահարմար կհամբարեք, օնլայնված կազմով հանդիպումը հրավիրելա։ Դրանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել, ասել է Սարգսյան Հայկի առաջարկների վրա անցեք աշխատեք, եկեք համաձայնության։ Համաձայնվեցվել ենք պաշտպանության նախարարին, ասել եմ այս տարբերակով վարչապետի համաձայնեցու եկի, ասել է շրջանառի։ Շրջանառել եմ ստացել է դրական։ Հիմա դրանից հետո ինձ ասում են վարչապետը սպառնում ես, բայց հիմա խեմ ես այսքան ասում, որ հիմա էլ չգնան գրեն իրանց նախկին կանանց կամ զոնքաժների կայքերով Զակաստան ասենք Սարգսյան Հայկը դուս ա եկել բանի դեմ, կառավարության դեմ կամ վարչապետի դեմ։ Ոչ Սարգսյան Հայկը կատարել է վարչապետի ելույթից բխող աշխատանքները։ Եվ ես ներկայացրել եմ, ասել եմ մեր զորակոչի թիվը ժողովուրդ ջան, պակասելով պակասում է, հա, այդ մի փոփոխությունը արել ենք 4%-ով, 41%-ով աճ ենք ունեցել 22-23-ի նկատմամբ 24-25 թվականներին, բայց ահռելի բաց ունենք լրացնելու։ Մենք եթե ուզում ենք հասնենք մինչև հեղափոխական Հայաստանի ցուցանիշին, երբ 46% էր զորակոչը, դեռ 10% պիտի զորակոչի թիվը ավելացնենք։ Ու այս փոփոխություններն եմ առաջարկել։ Ու սա լուծման եւ սոցիալական հարց, եւ հայրենիքի արտագաղթի դեմը փակելու հարց։ Եվ նաեւ մեր այսօրվա զինծառայողները, ովքեր որ գնում են իրենց պարտքը կատարում են, տարուկես ծառայում են, իրանք կարող են կյանք մտնեն լուրջ գումար ունենան իրանց ձեռքում ու իրանք հասկանան, որ իրանք ծառայությունը գնահատված է։